as the minister and I announce the 10th U.S. Ambassadors Fund for Cultural Preservation project to be awarded to Armenia since the Cultural Preservation Fund was created in 2001. Այսօր իմ եւ նախարարի կողմից հայտարարվում է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից Հայաստանին շնորհվող 10-րդ դրամաշնորհի մասին։ Սա հիմնադրամի ձևավորման 2001 թվականից ի վեր տրվող 10-րդ դրամաշնորհն է Հայաստանին։ With this new grant project, the total amount of support provided by the U.S. Ambassadors Fund for Cultural Preservation to Armenia over the years now totals $935,000 US. Այս դրամաշնորհով տարիների ընթացքում հիմնադրամի շրջանակում Հայաստանին հատկացված միջոցների ընդհանուր գումարը կազմում է 935,000 ամերիկյան դոլար։ I have to say, the Ambassadors Fund for Cultural Preservation is very close to my heart. Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ինձ շատ սրտամոտ է։ It is a fund created to allow U.S. embassies to partner with governments and cultural organizations in countries throughout the world to preserve important sites, important objects, and important expressions of cultural heritage. Սա մի հիմնադրամ է, որ ձևավորվել է աջակցելու տարբեր երկրների կառավարություններին, մշակութային կազմակերպություններին, որպեսզի պահպանության աշխատանքներ իրականացվեն մշակույթի պատմական հուշարձանների, ինչպես նաև մշակութային արտահայտչաձևերի պահպանության ասպարեզներում ամբողջ աշխարհում։ All the items, objects that the Cultural Fund is designed to preserve are priceless legacies, not only for the country in which they are located, but for all humanity. Այն արժեքները, որոնք պահպանվում, որոնց ուղղվում են այս հիմնադրամի միջոցները, դրանք անգին ժառանգություն են ոչ միայն տվյալ երկրի, այլ նաև ողջ մարդկության համար։ Preservation of our cultural past, as the minister knows and believes as I do, contributes to a better understanding of ourselves and of all the cultural traditions that define and enrich us today. Մշակույթի պահպանությունը, ինչպես նախարարը գիտի, ինչպես ես եմ կարծում, դա օգնում է, որպեսզի ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, կարողանանք հասկանալ մեր ինքնությունը կերտած մշակութային ավանդույթները։ So, without further ado, I am delighted to announce that the U.S. State Department, working with the U.S. Embassy in Yerevan, has awarded a $450,000 grant for the restoration and preservation of the St. Sargis Church in Megri, a gem of Armenia's cultural heritage. Եվ առանց ավելորդ ցկցկումների ուզում եմ արդեն հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը աշխատելով Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության միջոցով հատկացնում է 450,000 ամերիկյան դոլարի դրամաշնորհ Հայաստանի մշակութային գոհարներից մեկի Մեղրու Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության եւ վերականգնման աշխատանքների իրականացման համար։ We are undertaking this project in close partnership with our friends at the Ministry of Culture, and today the minister and I have signed this agreement to launch the implementation of the project. Մենք ձեռնամուխ ենք լինում այս ծրագրի նախաձեռնության իրականացմանը, սերտորեն գործակցելով Հայաստանի մշակույթի նախարարության մեր գործընկերների հետ։ Եվ այսօր իմ եւ նախարարի միջև ստորագրվեց հուշագիր, որով ազդարարվում է իրականացման աշխատանքների մեկնարկը։ This grant will be carried out by an Armenian-based NGO, AMAP Human Development. Ծրագրի իրականացման աշխատանքները իրականացվելու են Հայաստանում գործող հասարակական կազմակերպության AMAP մարդկային զարգացման կազմակերպության միջոցով։ And the goal of the grant and our award is to preserve the most critically endangered parts of the late medieval St. Sargis Church in Megri, which is an outstanding and very rare example of the Persian Armenian style of design, and it is a true cultural treasure. Եվ այս միջոցները ուղղվելու են, որպեսզի ապահովվի պահպանությունը Մեղրու Սուրբ Սարգիս եկեղեցու առավել վտանգված հատվածների եւ սա մի բացառիկ անկրկնելի կառույց է, որում հայ պարսկական նախագծման ոճային համադրություն կա եւ այն հիրավի մշակութային գանձ է։
Հարգարժան պարոն դեսպան, սիրելի բարեկամներ, առաջին հերթին շնորհակալություն եմ ուզում հայտնել այս ծրագրի իրականացման համար, բայց երևի թե միայն ասել, որ շնորհակալություն, որ այս ծրագիրն եք իրականացնում, ամենևին բավարար չի, որտեղ ես կուզենայի մի փոքր հետ գնալ եւ հիշեցնել, թե այս պատմությունները ինչով սկսվեցին։ Պարոն դեսպանը չնշեց, բայց ես կարծում եմ, որ պետք է ասել, որ այս աջակցությունները հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունը ստանում է դեռևս 2005 թվականից եւ խոշորագույն եւ կարեւորագույն ծրագրեր իրականացվեցին եւ այդ շարքում դաշտադեմը նշվեց եւ այլն, բայց ես չեմ կարող չնշել Նորատուսի ծրագիրը, որը երևի թե առաջինն էր այդ շարքում, որը անդրադարձ կատարեց պատմամշակութային ժառանգության պահպանությունը ապահովող խոշոր խնդիրների լուծմանը եւ կարծես թե այդ օրվանից համագործակցությունը զարգացավ շատ ավելի ակտիվ տեմպերով եւ պետք է նշել, որ 2013 թվականին զուգահեռ այս համագործակցության նախարարության կողմից մշակվեց մի ծրագիր, որը հարավային ուրեմն միջանցքի հուշարձանների եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն էր, որը մշակելիս մենք ամենևին իհարկե հույս չունեինք, որ պետական բյուջեով կկարողանանք իրականացնել այդ ծրագիրը, միևնույն ժամանակ բնականաբար գործընկերներ էինք փնտրում այս ծրագրի իրականացման համար։ Եվ այս պահին ես կարող եմ ասել, որ ծրագիրը զարգացավ այնպես, որ Համաշխարհային բանկի կողմից, դուք գիտեք, որ ուրեմն մեկնարկեց տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը ըստ էության հարավային միջանցքի հուշարձանները հիմնականում ընդգրկեց նաեւ մի քանի այլ հուշարձաններ, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գտնվող, եւ այդ ծրագրի տրամաբանական կարծես թե զարգացումը եւ կարեւորագույն հանգրվանը Մեղրին էր։ Շատ կարևոր էր, որպեսզի Մեղրիում կատարվեին որոշակի աշխատանքներ, որպեսզի այդ հարավային միջանցք ասածը ամբողջականացվեր։ Եվ այս պահին ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել պարոն դեսպանին, որը անմիջապես այդ գաղափարը ըմբռնեց, ընկալեց եւ արտահերթ, որտեղ մենք այս տարի չենք սպասում այդ օժանդակությունը հիմնադրամից, ուրեմն այդ օժանդակությունը տրվեց